Երբևէ տեսածս ամենաուժեղ գովազդներից մեկը։ Պատկերացրու, ես 85 տարեկան եմ եւ ինչ որ հրաշքով մեկ օրով նորից արթնանում եմ իմ 35-ամյա մարմնում։ Մամ, արթնացիր։ Նա կանգնած էր այնտեղ խառնված մազերով, չափազանց կարճ պիժամայով, կրկին փոքրիկ, ինչպես առաջ։ Այս անգամ ես չնայեցի ժամացույցին, պարզապես ամուր գրկեցի նրան։ Նրա փոքրիկ ձեռքերը երկար ժամանակ գրկել էին իմ պարանոցը։ Հայելու մեջ ես այլևս չտեսա ոչ կնճիռներ, ոչ ցավ։ Միայն ինձ հոգնած, բայց ուժեղ, եւ մտածեցի, դու նույնիսկ չես պատկերացնում, թե որքան էի ես փայլում այդ օրը։ Նա ինձ հարցնում էր հրեշների մասին, ուզում էր պատմություններ սուպերհերոսների մասին, եւ այս անգամ ես իսկապես լսում էի։ Նստած էի նրա կողքին ամբողջ ուշադրությամբ, առանց հեռախոսի, առանց շեղումների, միայն նա էր ու նրա քաղցր հետաքրքրասեր ձայնը։ Խոհանոցում խաղաղություն էր տիրում։ Լվացարանի մոտ մնացել էին մի քանի չլվացած բաժակներ։ Ամուսինս նույնպես այնտեղ էր, իր այդ ծանոթ ջերմ ժպիտով։ Այս անգամ ես չանցա նրա կողքով աննկատ։ Կանգ առա ու պարզապես ասացի շնորհակալ եմ։ Հետո զանգահարեցի մայրիկիս։ Խոսելուց առաջ արդեն զգում էի կոկորդում կանգնած հուզմունքը։ Մենք խոսում էինք սովորական բաներից, եղանակից, նրանից թե ինչ էր նա պատրաստել, բայց այդ զրույցի մեջ մի յուրահատուկ ջերմություն կար, եւ ես չէի ուզում դնել լսափող։ Մեքենայում նա բարձր երգում էր, ոտքերով հարվածում նստարանին, ջուր էր թափում, եւ այս անգամ ես շպտացի, որովհետեւ մի օր այդ նստարանը դատարկ կլինի, ու ես կկարոտեմ այդ փոքրիկ քաոսը։ Երբ տուն վերադարձա, նորից տեսա նրա սիրելի խաղալիքները ծրված ամբողջ սենյակով։ Նա արդեն երրորդ անգամ ընտրեց նույն գիրքը ծովահենների մասին։ Ես քեզ սիրում եմ, մամ, դու ամենալավն ես։ Իսկ վաղը ես կրկին կարթնանամ 85 տարեկան, նա արդեն մեծ կլինի, սպաղված, գուցե հեռու, բայց այդ օրը ինձ տրվեց մի անգնահատելի նվեր։ Եվ հիմա ես գիտեմ, որ դա էր իսկական երջանկությունը։ Դա էր սերը։ Դա էր ամեն ինչ։